այդտեղ բաս, գիտեք բասը որն է, բաս։ Բա տուրման, տուրման դա հին ուզբեկական երգաոճ է, երբ որ բասով տուրմում են։ Կարեք փորձեք հիմա, կարող եմ, գնացինք։ Բաս տուրմ։ Ու ես չեմ հասկանում, ուր գնաց 1000 դրամ։ Ապր-ծպր ծախսել եք այդ գումարը։ Միայն ծպր։ Ես պատմեմ ձեզ մի դաժան պատմություն, այո պատմեք։ Ալֆրեդ։ Ես չգիտեմ, գիտեք մեծ տարօրինակ, բայց ձեզ տեսնելիս անընդհատ իմ մոտ նոր անուններ են առաջանում։ Շատ եք տեսել հեռուստացույցով։ Այո, երևի։ Եվ անընդհատ ամեն տեսնելիս նոր անուն է առաջացել։ Այդպես էլ եղավ։ Այդպես էլ եղավ, այո։ Ասեք, ինչ պատմություն եք պատմում։ Պատմությունը հետևյալն էր։ Ես իրականում ոչ մի մեղք չեմ գործել։ Ես իմ համար նորմալ հայ պրոդյուսեր եմ։ Ես երգչուհիներին հավաքում եմ, համերգները դնում եմ, տոմսերը վաճառում եմ ու փախնում եմ Վրաստան։ Թողեք իմ համար հանգիստ աշխատեմ։ Լավ, եկեք սենց մի հատ։ Նախ ամբողջ շասկում ներվայնացնում այս տեսքը։ Մի հատ հասկացան, հիմա մենք եթե հիվանդ ենք, խելք եք է, մենք եմ, եթե դուք եք հիվանդ, մենք վաճ ենք զգում, վիրավորանք հələ հանեք, դա։ Ես իրականում ասեմ, մեր գաղտնիքը հենց այդտեղ է, թող չհանի։ Հանան տեսնենք։ Պարոն դատավոր, նա ամեն կերպ փորձում աշեղել, ես խնդրում եմ իմ գործին ընթացք տվեք, ինձ հետաքրքրում են գումարային մասը։ Ուղղակի, գումարը մի կողմ, լավ։ Գումարները։ Սա ինչ պատմություն է, մի հատ պատմեք։ Ես համաձայն եմ էլեկտրական աթոռին նստել, այս պատմությունը ես երբեք չեմ պատմի։ Ինչի՞ պատմի։ Բայց սիրուն արեցել եմ այդ բաները։ Ես չեմ պատմի։ Երբեք պատմեք պատմությունը։ Ոմոպիան սուրը կախվի իմ գլխին, ես այս պատմությունը չեմ պատմի։ Երբեք։ Լավ, ո՞րն է նպատակը, ուրեմն նպատակը շատ կարճ էր, շատ կարճ։ Նա պատճառաբանում էր, որ երգչուհին պետք է ունենա իր ուրույն ոճը, սա նոր ոճ է, նոր խոսք, հայթին, ընդամենը։ Համոզել եք, որ նման կերպով շոու բիզնես մերոնց է, կիմիջայլոց, զգուշ։ Շատ վառ օրինակներ ունենք իրականում շոու բիզնեսի, հենց այս տեսքով, մարդիկ ոչ միայն կարողանում էին երգել, պարել, նվագել եւ ուրախացնել ժողովրդին, 94 թվականին, այնուհետև կարողանում էին ժողովրդի խնդիրները լուծել։ Կարելի է։ Խնդրում եմ ասեք, դուք որքան գումար եք ծախսել նման աֆիշա պատրաստելու համար։ Ինչ անելու այս աֆիշան պատրաստելու համար որքան գումար եք վերցրել։ Լսեք ինձ, ունեցեք ճղճիմ ապագա։ Սա ձիզ ինչ է, սա համերգի պաստառն է։ Սա իրականում համերգի պաստառը չէ, մենք ուզում էինք գնալ Պարսկաստան։ Նստիստը նորմալ խոսան, չկականից, էլի, նստիստը։ Այո, մենք ուզում էինք գնալ Պարսկաստան, այո։ Մեզ խանգարում էին սև ու սպիտակ խոչընդոտները, այո, ինչը մենք վառ պատկերեցինք այս վագրի տեսքով, այո։ Մեզ խանգարում էր քաղաքը չէր ուզում մեզնից բաժանվեր, պարոն դատավոր։ Մենք այն պատկերեցինք այստեղ։ Սիսնուրը։ Մենք այն նույնպես պատկերել ենք, ուղղակի չի երևում։ Հասկանալի է։ Իսկ ոնց կարելի է համերգի պլակատը սարքել ու այսպես փնթի բան թողնել ամիս ամսաթիվ, օր, չգիտեմ։ Սա համերգի ամիս ամսաթիվ օրն է, պարոն դատավոր։ Կրեատիվ մոտեցում։ Ոչ, ուղղակի փող չունենք, սենց։ Իսկ որտեղ էր համերգը, որտեղ էր համերգը, ես ձեզ ցույց տամ, իրականում այստեղ էր համերգը, այս մասում։ Մի քիչ աջ, այստեղ։ Իհարկե ոչ ոք չեկավ, բայց նա անզուգական ելույթ ունեցավ այդ օրը։ Անամոթաբար ստում ես։ Այս պաստառների համար եւս փող են վերցրել ու ոչ մի համերգ էլ տեղի չի ունեցել։ Ոչ մի համերգ։ Հովիվ, խնդրում եմ, պատասխանում եմ։ Ես ուղղակի պաղատում եմ։ Ասա ինձ ճիշտը։ Ես մի դրամ քեզ խաբել եմ այսքան ժամանակ։ Պարոն դատավորն էլ վկա։ Հստակ փաստերով ես եկել եմ այստեղ։ Ինչ։ Հստակ փաստերով։ Սա քո համար այն թափը չի, դատարանը ու խնդրում եմ ազնիվ եղի։ Ու ես մինչև վերջ պնդելու եմ իմ խոսքը։ Խնդրեմ, դատապաշտպան։ Սա առաջին
ալբոմն է, որը չգիտես ինչու կոչվել է վերբատիմ։ Դու դարձյալ ահավոր չափերի քանակությամբ գումար վերցնելով խոստացել եք, որ հաջորդ առավոտ ամբողջ աշխարհը կունենա ձեր ձայնասկավառակները։ Ես ճիշտ էի ասում։ Միակ դեպքն է եղել, այո, որ ճիշտ է ասել։ Ես հաջորդ առավոտյան արթնացա ու ինձ անգամ դրսից զանգեր էր գալիս, թե ոնց կարելի է այդքան քանակությամբ առնել այդ դիսկերը։ Բոլորը առնում էին։ Ես զարմացած էի, բայց այդ դիսկերը ունեին մի հատ խնդրեմ, որ նրանք երբեք չէին կարդում։ Այո, հանուտերով 50-ներով, 100-ներով առել են դեպքերեն։ Սա առաջին կրեատիվ պարոն դատավոր, միտքն էր, որ ծնվեց իմ ուղեղում։ Հաջորդ ձայնասկավառակը, այո, երկրորդը, այո։ Երկրորդ դիսկի անունը ասեք։ Երկրորդ անունը շատ բարդ էր գտնել, որովհետև առաջին անունը շատ աշխարհահռչակ էր, եւ մենք երկրորդը որոշեցինք մի քիչ էքսկլյուզիվ լինել եւ կոչել Պանդուխտ։ Կլոր է դիսկը։ Չէ, Պանդուխտ էր։ Երրորդ դիսկը, երրորդ դիսկը մենք դեռ չունենք, որովհետև մենք այստեղ խնդիրներ ունենք դատարանում։ Լավ։ Բայրանում է, որ դուք դիջում, հա, դիջման տեսքով դուք խորհրդակցեք ձեր հաջողորդի հետ։ Ուրեր, այ, ուրեմն նորմալ բերիմանց տղայմ ես։ Ես օրենքը բան գիտես, ինչ օրենք անում է, պետք է մենք արխային ասա։ Օրենքը իրանով ամեն ինչ կա։ Ապե արխային ասա։ Բայց քաղաք եմ դուրս գալու, վաղը միսոր մի քիչ երկար խոսան կարող է բարեկամներ դուրս գան։ Իրա օրենքը մի կողմ, մարդկային առումով էլի։ Մի հատ տեղ չկա, որ բռնվեն, որ կարող եմ ստղեմ, դու ջոգնում ինչ ես արես սաղաթաս, մոխվել ես։ Չեմ կարող պրոստը քեզ պաշտպանել, ոնց ասեմ, չկա հիմք, ոչ մի կարող ես քեզ ասեմ, ճիշտ ես ասում, մի հատ տեղ չկա, որ բռնվես։ Դրա համար օդի մեջ կախված ես։ Դրա համար օդի մեջ կախված ես ասում։ Գիտեմ։ Ասած ես, եթե գոնե մի հոգի վկայություն տա, որ ձեր արած ամեն ինչը իմաստ ունի, ես փորձեմ քեզ կարող եմ օգտակար լինել։ Ապա վկայություն չէ, կարող Ես եմ նրա մոլեկի երկրպագույնը, Վերջ, ապրի Ֆելիքս Խաչատրյանը, խնդրում եմ սաղվարեք դրան, ես վիղայում կանգա, որակ վրես Կալուն դատավոր, ներողություն, ես տենց էր, հա, սցենարով, ես է բռնում հետո Ֆելիքս ծիծաղացնում էր, գժուկ, ես իրոք Ես համարում եմ Դատը պագված Սոսություն Ճանապարհ ենք պարոն դատավորին Արի Ֆելիքս Արի բանկա խոսալու Իմ մոտ իրոք նենց տպավորություն էր, որ քո մոտ էս առաջի անգամ չէր Դու ճիշտ ես Պատմիր մեզ մի քիչ առաջի անգամից Ինքը կյաշ էլի Բայց մի քիչ թմբլիկ աղջիկ էր Էդ իրա հետ է